Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում օր լրատվական ծրագրի հիմնական թողարկումն է։ Բարի երեկո, կարևոր թեմաները նախ համարում։ Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին հոգեհանգստյան կարգ է կատարվել Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում։ Ապրիլի 7-ին ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի հանդիսապետությամբ տեղի կունենա Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի տաճարի օծման արարողությունը, իսկ վաղը երեկոյան ժամերգությունից հետո կկայանա Մայր տաճարի նավակատիքը։ Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի անգիոգրաֆիայի բաժանմունքում տեղադրված գերժամանակակից բժշկական նոր սարքի մագնիսառեզոնանսային շերտագրիչի 3 ամսվա աշխատանքի արդյունքում բարդ հետազոտություն է անցել 300-ից ավելի քաղաքացի։ 3 տարի առաջ ապրիլի 5-ի հետկեսօրին հայտարարվեց, որ բորբոքվող ռազմական գործողությունները դադարեցնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի միջև։ Վիեննայում նույն օրը հանդիպում կար ԵԱՀԿ Միսկի խմբի հովանու ներքո։ Այդ բանակցությունների շարքի արդյունքում նաեւ ռազմական գործողությունների վայրերում մնացած դիակների փոխանակման հարցն էր։ 2016 թվականի ապրիլի 2-ին պատերազմի առաջին առավոտյան Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում պահակման կարգ սկսվեց։ Իսկ հրադադարի հաստատման հաջորդ օրը ապրիլի 6-ին Շուշիի ամենափրկիչում հոգեհանգստյան կարգ կատարվեց բոլոր նահատակների համար։ Այդ ավանդույթն արդեն շարունակվում է 3 տարի։ Այսօր Արցախի թեմակալ առաջնորդի հանդիսապետությամբ եւ թեմի հոգեվոր դասի մասնակցությամբ Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում ապրիլյան պատերազմի բոլոր նահատակների հիշատակին դարձյալ հոգեհանգստյան կարգ է կատարվել։ Բարձրաստիճան պաշտոնյաների եւ զինվորականների ուղեկցությամբ հոգեհանգստի մասնակցել է նաեւ նախագահ Բակո Սահակյանը։ 2016 թվականի ապրիլի 2-ից 5-ը Արցախում 75 մարտական կորուստ ունեցանք, այդ օրերին Արցախում նաև 4 քաղաքացիական մարդ զոհվեց։ Ապրիլի 2-ից մայիսի 30-ը Պաշտպանության բանակը մարտական 88 կորուստ է ունեցել։ Նրանց հիշատակին մատուցված հոգեհանգստի արարողության ժամանակ Արցախի թեմակալ առաջնորդը վստահեցրել է՝ բոլորին էլ հիշում են անուն առ անուն։ Մեզ համար ամեն մի կորուստ շատ ցավալի եւ թանկ է։ Այո, նրանք բոլոր դարձան նահատակ։ Եկեղեցու կանոնն է, ով զոհաբերում է կյանքը հայրենիքի համար սուրբի պսակ է ստանում։ Նրանք, ովքեր Արցախում պետականաշինության համար են պատասխանատու, նշում են արժեքները, որոնց շնորհիվ ծնվեց Արցախի հանրապետությունը, այսօր էլ արդիական են։ Կորուստները հիշելով նաև ամրագրում են, որ պետք է միշտ պատրաստ լինել պաշտպանել սեփական իրավունքները, անգամ ապրելու իրավունքը։ Այն անձնազոհությունը, այն նվիրվածությունը եւ հերոսության բազմաթիվ օրինակները, որ մենք ունեցանք 2016 թվականի ապրիլին, գալիս են հաստատելու, որ ազգային միասնականությունը, հայոց բանակի ոգին, հայոց բանակի ուժը անսասան է։ Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալն ընդգծում է, կորստի ցավը ոչ թե պառակտեց ազգը, այլ համախմբեց արդեն հերթական տարին ապրիլյան պատերազմի զոհերի շատերի ծնողները ապրիլին գալիս են այն զորամասերը, որտեղ ծառայել են իրենց զավակները։ 9-րդ պաշտպանական շրջանն այցելել նաև ծնողները մեր ապրիլյան զոհերի, մատուցվել է պատարակ հենց Արալերում եւ բոլոր զորամասերի միտինգ է եղել, հիշել ենք մեր տղաներին, ամուր հավատք, հզոր բանակ, պաշտպանված հայրենիք։ Սա է հիմքը այս ամենի։ 3 տարի առաջ հայ զինվորը հաղթեց ոչ միայն զենքով, սիրիր քո ընկերոջը, քո անձի պես, ասում է Սուրբ Գիրքը։ Ապրիլյան պատերազմի օրերին միմյանց փրկելով, միմյանց համար զոհվելով, տղաներից շատերը հենց այդպես էլ վարվեցին։ Տեսանք, որ ինչպիսի անձնվիրության օրինակներ եղան, երբ որ զինվորը չէր ցանկանում թողնել իր հրամանատարին, թեկուզ նա հրամայել էր նահանջել, սակայն մնում էր միջև վերջ եւ ինքն էլ զոհվում էր նրա հետ, կամ ինչպես մարդը գիտակցաբար գնում էր անձնազոհության իրեն պայթեցնելով զուտ նրա համար, որ դիրքը չտա եւ այնուհետեւ առիթ չտա թշնամուն ավելի շատ իր ընկերների մահվան մատնելու։ Ապրիլյան պատերազմի մասնակից ժամկետային զինծառայողները արդեն զորացրվել են, նրանց փոխարինելու եկած տղաներին ապրիլյան պատերազմից հիշողությունների հետ նաև դասերն են մնացել։ Ոգեշնչված, ոչ թե վախենալով, որ կռիվ կլինի, այլ ավելի պատրաստ, որ կռիվ պիտի լինի, մտածելը, որ կլինի, պատրաստ լինելու այդ ամեն ինչին, էլի։ Ճիշտ է, մեր տեղեքան սպասելի ստացավ իրանց մոտ, դա էլ մեզ դաս եղավ, որ մենք միշտ սպասենք, որ կարա լինի, թեկուզ եւ վաղը։
ապրիլյան պատերազմի տարելիցին նվիրված միջոցառումները մեկնարկել են ապրիլի սկզբից եւ կշարունակվեն ողջ ամսվա ընթացքում։ Նորեր Հովսեփյան, Մեհեր Մկրտչյան, Հովիկ Արաքելյան, օր։ Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում այսօր կայացել է եւս մեկ խորհրդանշական արարողություն։ Արցախի հանրապետության ժողովրդական նկարիչ Լավրենտ Ղալայանն Արցախի թեմին նվիրեց իր հեղինակած մեծադիր կտավը Աստվածամոր եւ Մանուկ Հիսուսի պատկերով։ Նկարում նաեւ հայկական թեմատիկա կա՝ Մասիսն ու Մենք ենք մեր լեռները հուշարձանը, իսկ վերևում աղավնակերպ Սուրբ Հոգին է։ Հեղինակը պատմել է, որ նման գործ ստեղծելու գաղափարը ծնվել է հենց այն ժամանակ, երբ դրվել են Մայր տաճարի հիմքերը։ Օծումից օրեր առաջ ինքն գործն ավարտել է եւ թեմին է հանձնում որպես նվեր Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի տաճարի համար։ Հենց որ ասացին, որ արդեն հիմնադրում են, հիմքը դնում են եկեղեցուն ու ըստ որում անունել Սուրբ Աստվածածին Մարիամի անունով, ես որոշեցի մի այնպես աշխատանք կատարեմ, ինչպիսին իհարկե տեսնում ենք եւ Էջմիածինում եւ մեր տարբեր եկեղեցիներում, որոշեցի ես նմանատիպ մի աշխատանք կատարել մեր եկեղեցու համար։ Իրոք Աստված պիտի օգնի, որպեսզի կարողանալ գործը ճիշտ կատարել։ Եվ այդպես էլ ստացվել է։ Ինչ որտեղ եթե հարց տաս, այդ ոնց է կարելի ինչպես է ստացել, բայց լինի որ չիմանամ ինչպես պատասխանել։ Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Երևանի պետական համալսարանի պատվիրակությանը ռեկտոր Արամ Սիմոնյանի գլխավորությամբ։ Ինչպես հայտնել է նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են հայկական երկու պետությունների մայր բուհերի համագործակցությանն առնչվող տարբեր հարցեր։ Հանդիպմանը մասնակցում են կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար Այլանդզինգ։ Փաշինյան-Ալիև հանդիպումը շարունակում է մնալ քաղաքական վերլուծաբանների ուշադրության կենտրոնում։ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը լրագրողների հետ հանդիպմանը ընդգծել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին չհավատալու հիմքեր չկան, խոսել է այն, ինչի մասին նախապես հայտարարել էր։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահին, ապա Պողոսյանի խոսքով նա Լեռնային Ղարաբաղի հարցում չի փոխել դիրքորոշումը, հետևաբար պատերազմն ավարտված չէ։ Ինչպիսին է միշտ եղել Ադրբեջանի վարքագիծը եւ ինչ խնդիր փորձում լուծել։ Իմ պատկերացմամբ Ադրբեջանի նախագահը խնդիր է դրել ջարդել հայկական միասնականությունը։ Դրա համար կարևոր չէ նա այնտեղ համաձայնել է թե ոչ։ Դուրս գալուց հետո նա շատ լավ գիտեր, որ հատուկ մեսիջներով սկսելու է աշխատել։ Ասելու է, որ որևէ բան չի փոխվել եւ որ հայկական հասարակությունում, ինչպես պարոն Փաշինյանն ասաց իր ասուլիսի ընթացքում, որևէ մի երրորդ երկրում, որևէ երրորդ մակարդակի չինովնիկ մի բան է ասում Հայաստանում ալեկոծում է, ասել է Թևան Պողոսյանը։ Մոսկվայում կայացել է Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստը։ Նիստի մասնակիցները կարևորել են միջտարածաշրջանային համագործակցության զարգացումը եւ այդ գործընթացում հայ-ռուսական միջտարածաշրջանային ամենամյա համաժողովի կազմակերպումը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ռուսաստանի Դաշնության լուսավորության նախարարությունը, Ռուսաստանի Դաշնության կրթության կառավարման շահագրգիռ մարմինները եւ Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարությունը կաջակցեն հայերով խիտ բնակեցված վայրերում գտնվող Ռուսաստանի Դաշնության հանրակրթական կազմակերպություններում հայերենի դասավանդման զարգացմանը որպես մայրենի լեզու եւ պարտադիր ուսումնական առարկա։ Ռուսական կողմը նիստի ընթացքում տեղեկացրել է, որ Վերին Լարսի անցակետի թողունակությունը ավելացնելու նպատակով նախատեսվում է իրականացնել 2019-ից 21 թվականների Վերին Լարսի վերակառուցման ծրագիր։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան բնական գազի մատակարարման հարցին եւ նշվել է, որ անհրաժեշտ է մշակել բանաձև, որը թույլ կտա ունենալ Հայաստանի սահմանին գազի գնի ձևավորման կայուն եւ կանխատեսելի մեխանիզմ։ Միջկառավարական հանձնաժողովի նիստին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ռուսական կողմը քայլեր կձեռնարկի աշխատանքային գործունեություն իրականացնելու դեպքում միգրացիոն քարտերում նշված նպատակի փոփոխությունը առանց երկրից դուրս գալու իրականացնելու հնարավորության ուղղությամբ։ Պայմանավորվածության համաձայն ռուսական կողմը նաև կաշխատի վարորդական իրավունքների փոխճանաչման ուղղությամբ օրենսդրական փոփոխության գործընթացն արագացնելու ուղղությամբ։
Գերմանիայի Բունդեսթագը վավերացրել է Հայաստանի եւ Եվրամիության միջև համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը։ Այդ մասին հայտնում է Բունդեսթագի պաշտոնական կայքը։ Վավերացման օգտին է քվեարկել խորհրդարանի մեծամասնությունը, ձեռնպահ է մնացել միայն AfD եւ Die-Link խմբակցությունները։ Խոսելով հօգուտ վավերացման, գերմանացի խորհրդարանականները հատուկ շեշտել են Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը եւ դրա արդյունքում տեղի ունեցած ժողովրդավարական ընտրությունները։ Հիշեցնենք, որ մինչ այս համաձայնագիրը վավերացրել են Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Բուլղարիան, Լյուքսեմբուրգը, Միացյալ Թագավորությունը, Ռումինիան եւ Դանիան։ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն Հայաստանի նկատմամբ գործող մոնիտորինգային գործընթացների շրջանակներում ընդունել է Հայաստանի կողմից կազմակերպության առջև ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ որոշում։ Այսուհետ Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման մոնիտորինգը իրականացնելու է Հայաստանի հետ համագործակցության իրավիճակի պարբերական դիտարկման միջոցով, որը փաստացի փոխարինում է այսպես կոչված հետանդամակցային մոնիտորինգի ձևաչափին։ Այդ որոշմամբ նախարարների կոմիտեն իր քաղաքական ուղերձն է եղել Հայաստանի որպես դրական գնահատական երկրում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխություններին։ Քննարկումների ընթացքում անդամ պետությունները բարձր են գնահատել Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերը իրավունքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ։ Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի անգիոգրաֆիայի բաժանմունքում տեղադրված գերժամանակակից բժշկական նոր սարքը մագնիսառեզոնանսային շերտագրիչը ավելի քան 3 ամիս առաջ գործի է դրվել։ Առ այսօր հետազոտվել է 300-ից ավելի քաղաքացի։ Մագնիսառեզոնանսային շերտագրիչ սարքը տեղադրվել է անցյալ տարվա սեպտեմբերին, սակայն բժշկական սարքը գործի է դրվել դեկտեմբերին միակ մասնագետ ռադիոլոգ Նարե Սարգսյանի վերապատրաստվելուց հետո։ Մասնագիտությամբ ռադիոլոգ եմ, նեղ մասնագիտացել եմ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայում 6 ամիս։ Եվ ընթացքում էլի վերապատրաստվում եմ, մասնակցում եմ տարբեր կոնֆերանսների ու վերապատրաստման կուրսերի, փորձում եմ մաքսիմալ որակավորվել։ Մինչ այդ մեր քաղաքացիները հետազոտվելու համար մեկնում էին Երևան, արդեն մի քանի ամիս է դրա անհրաժեշտությունը չկա, այն որ բժշկական գերհզոր սարքը մեծ պահանջարկ ունի, ցույց են տալիս վիճակագրական տվյալները, 3 ամսվա ընթացքում հետազոտվել է 300-ից ավելի մարդ։ Հիմնականում կատարվում է գլխուղեղի ու ողնաշարի, պարանոցի փափուկ հյուսվածքների հետազոտություն, բայց շուտով նաև կատարենք այլ օրգանահամակարգերի հետազոտություն, որովայն, հոտ, փոքր կոնք, որը էլի շատ պահանջված է ու կարևոր է։ Հիվանդի հետազոտությունը տևում է մոտավոր 30 րոպե։ Օրվա ընթացքում բժիշկը հասցնում է կատարել 7 հետազոտություն։ Հետազոտության միջոցով մի շարք բարդ հիվանդություններ, ինչպիսիք են ինսուլտները, ուռուցքային բորբոքային հիվանդություններ, ախտորոշվում են վաղ շրջանում։ Հետազոտությունների հաճախականությունը կախված է հիվանդության բարդությունից։ Սարքը անվնաս է, ռենտգեն ճառագայթի ֆոնի վրա չի աշխատում է մագնիսային դաշտի վրա, այսինքն նույնիսկ հետազոտվում են հղիները, երեխաները։ Անկախ հիվանդի կարգավիճակից պետությունը կանգնած է քաղաքացու կողքին եւ սուբսիդավորում է թանկարժեք հետազոտության ծախսերը։ Հետազոտության արժեքը մի հատվածի 52,000 է, վճարում է պացիենտը 26,000, կախված արդեն երկրորդ հատված կանտրաստ ներարկում ենք, չենք ներարկում, արդեն գումարը փոխվում է, բայց բոլոր դեպքում ինչքան ավելանում է կանտրաստը կամ հատվածը, էլի սուբսիդավորում է 50%-ով։ Նախքան հետազոտվելը քաղաքացին պիտի անցնի նյարդաբանի խորհրդատվություն եւ արդեն ուղեգրով ներկայանա հետազոտության։ Գրանցվելու համար հերթագրվում են 10-ից 15 օր առաջ։ Ապրիլ ամսվա համար գրանցումն ավարտված է։ Գոհար Ռուստամյան, Արտավազդ Գրիգորյան, օր։ Հայաստանը որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ շարունակելու է հետևողականորեն առաջ տանել ցեղասպանության կանխարգելման օրակարգը։ Այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարարը։ Զորաբ Նացականյանը պաշտոնական այցով գտնվում է Կիգալիում Ռուանդայի ցեղասպանության 25-ամյակին նվիրված միջոցառումների մասնակցելու նպատակով։ Այսօր Նացականյանը հանդիպել է Ռուանդայի խորհրդարանի падգամավորների պալատի նախագահ Դոնատիլ Մուկաբալիսայի հետ։ ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի նահանգապետ Ջարեդ Փոլիսը ստորագրել է 2019 թվականի ապրիլը ցեղասպանության իրազեկման ամիս հայտարարելու մասին հռչակագիր։ Հռչակագրում ի թիվս այլ ցեղասպանությունների հղում է կատարվում նաև հայոց ցեղասպանությանը։ ԱՄՆ Հայդատի հանձնախումբը տեղեկացնում է, որ դրանով ընդգծվում է ցեղասպանության հարցերով կրթության կարևորությունը եւ կոչ է ուղղվում ոչրագործներին, ովքեր մինչ այժմ հերքում են մարդկության դեմ հանցագործությունը։
Ապրիլի 6-ին լրանում է Լևոն Շանթի 150-ամյակը, նշանավոր գրողը, անվանի դրամատուրգը, մանկավարժն ու հասարակական գործիչը ծնվել է Կոստանդնուպոլսում։ Կրթությունը ստացել է Պոլսի, Սկյուտարի, Էջմիածնի, Գևորգյան ճեմարաններում, ինչպես նաև Լայպցիգի Ենայի Մյունխենի համալսարաններում։ Շանթի ստեղծագործական ուղին տևել է 6 տասնամյակ։ 1890-ական թվականներին հրատարակվել է բանաստեղծություններ եւ Լեռան աղջիկը պոեմը, ինչպես նաև գրել է վիպակների մի ամբողջ շարք եւ դա նրա աշխատանքի մի փոքրիկ մաս։ Լևոն Շանթի Հոբելյանին ընթരാճ Գրիգոր Նարեկացի համալսարանում Արցախի գրողների միությունը գրական ցերեկույթ է կազմակերպել, որի ընթացքում անդրադարձել են Շանթի ստեղծագործական կյանքին, ինչպես նաև նրա պետական ու հասարակական գործունեությանը։ Թեկուզ նախնական կրթությունը ստացավ Պոլսի, Սկյուտարի եւ Էջմիածնի Գևորգյան ճեմարաններում, սակայն հոգեվորական դառնալը չէր խորաթափանց պատանու նպատակը։ 1892 թվականին նա մեկնեց Եվրոպա եւ կրթական նոր ճանապարհ անցավ Վիեննայի, Լայպցիգի եւ Մյունխենի համալսարաններում, ուսումնասիրելով մանկավարժություն եւ հոգեբանություն։ Հենց Եվրոպայում ուսանելու տարիներին սկսվել է Շանթի գրական ստեղծագործական ուղին, սակայն մինչ այդ Պոլսի հայրենիք շաբաթաթերթում նա արդեն առաջին բանաստեղծություններն էր տպագրելու հրատարակել Մնաք բարովի իրիկունը երգիծական վիպակը։ Դասական գրականության ամենախոշոր եւ պիտի ասել ամենահետաքրքիր ժամանակին արգելված եւ հալածական գրողներից է, որը մշտապես ապրում էր Հայաստանով, որի մեջ մշտապես ապրում էր Հայաստանը։ Լևոն Շանթը ոչ միայն ականավոր գրող էր, որի գործերն արգելված էին խորհրդային տարիներին, այլև անվանի քաղաքական գործիչ։ Լինելով Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի փոխնախագահը, նա 1920 թվականից ստիպված էր բարդ դիվանագիտական առաքելություն իրականացնել, բանակցություններ վարել խորհրդային Ռուսաստանի հետ եւ փաստորեն իր ուսերին վերցնել նաեւ արտգործնախարարի պատասխանատու աշխատանքը։ Չիչերն ասում էր, որ դուք հրաժարվեք արևմտյան Հայաստանից, մենք ձեզ կվերադարձնենք Բորչալուն, Ախալքալաքը, Հյուսային Ղարաբաղը, Նախիջևանը եւ այլն, եւ շատ հնարավոր է որ Թիֆլիսի նահանգի մի մասը փոխանցվի Հայաստանին։ Այսպիսի խոստումներ, որոնք որ ասես ասենք լիրիկական քնարական մտածողությամբ գործչի համար երևի թե ինչ որտեղ գայթակղի չէին, բայց Շանթը գուլ չտվեց այդ խայծը։ Լևոն Շանթին որպես գրողի հռչակ բերեցին նրա դրամաները, որոնք մեծ մասամբ պատմական թեմաներով էին՝ Օշիմ Պայլ, Կայսր, Ինկաց Բերդի իշխանուհին, իսկ Հին աստվածներ հոգեբանական դրաման Շանթի գրականության գլուխգործոցը դարձավ։ Այդ աշխատանքով Շանթը նաև արտացոլում էր իր աշխարհայացքը շոշափող թեմայի նկատմամբ։ Հին աստվածները բազում բանավեճերի ու քննարկումների տեղիք է տվել, այն նաև թարգմանվել է օտար լեզուներով, բազմիցս բեմադրվել հայկական թատրոններում։ Հայ ազգային երազանքի ճանապարհին մարտնչող զինվորի պես կրիչն իբրև սուր օգտագործելով ցկտեց համամարտկային գաղափարները սինթեզել ազգային ավանդույթներին ի տարբերություն իր ժամանակակիցների, որոնց ստեղծագործական ներքին ձգտումներ ազգայինի հենքի վրա ստեղծվածը դարձնել համամարտկային։ Շանթը 1929 թվականին վերջնականապես հաստատվեց Բեյրութում, Նիկոլ Աղբալյանի հետ միասին հիմնեցին Բեյրութի հայոց ճեմարանը, այնուհետև ճեմարանի հիմնադիր տնօրենը դարձավ եւ պաշտոնավարեց մինչեւ իր մահը։ Մեծ հայը մահացավ 1951 թվականի նոյեմբերի 29-ին, Երևանում Շանթի անունով անվանակոչվել է դպրոց, նրա պատկերով տպագրվել է նաեւ փոստային նամականիշ։ Գենադի Երեմյան, Մերուժա Մարտիրոսյան, Օր։ Երեկ լրացել է մշակույթի վաստակավոր գործիչ կլառնետահար Վագիվ Գրիգորյանի 65-ամյակը։ Այդ կապակցությամբ նրա հարազատ կոլեկտիվում Ստեփանակերտի Սայաթ Նովայի անվան երաժշտական ուսումնարանում կազմակերպվել է հուշ երեկո, որի նաև կրթության, գիտության ու սպորտի նախարար Նարինե Աղաբալյանն է մասնակցել։ Բեմում Վագիվ Գրիգորյանի սաներն էին, որոնց թվում էր որդին Արսեն Գրիգորյանը, ով այժմ նվագում է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբում։ Ստեփանակերտի Սայաթ Նովայի անվան երաժշտական ուսումնարանը մի քանի ամիս առաջ կորցրեց իր դասատու Վագիվ Գրիգորյանին։ Ապրիլի 4-ին նա 65 տարեկան կդառնար։ Հարազատ կոլեկտիվում հավաքվել են մտերիմներն ու գործընկերները, բարի խոսք ասելու Վագիվ Գրիգորյան կլառնետահարի ազնիվ մարդու ու ընկերոջ մասին։ Բելա Հակոբյանյանը Մոսկվայում էր, երբ լսեց ընկերոջ մահվան բոթը։ Я долгие годы с ним работала.
Երկար տարիներ աշխատել եմ նրա հետ, հաջողությունների ականատեսն եմ, երբ փողային նվագողների անդրկովկասյան մրցույթում առաջին տեղը գրավել, որպես դասատու շատ պահանջկոտ ու խիստ էր, առաքինի բոլոր առումներով։ Երբեք չի իջել այն երաժիշտների մակարդակին, ովքեր կարիքից դրդված նվագում են տարբեր արարողությունների ժամանակ։ Նա դասական երաժիշտ էր, թիվ 1 կլարնետահարն էր։ Վագիվ Գրիգորյանը ավարտել է Հարազատ Ստեփանակերտի երաժշտական ուսումնարանի փողային գործիքների բաժինը, այնուհետև ուսումը շարունակել Բաքվի կոնսերվատորիայում։ Աշխատել է Բաքվի օպերայի և բալետի պետական թատրոնի նվագախմբում, ապա և իր ծննդավայրի մի շարք մշակութային կոլեկտիվներում, սակայն նրա իրական հպարտությունը սաներն էին, որոնց հաջողությունների մասին խոսում էր անթաքույց հրճվանքով։ Որպես իր գործին լավ գիտակ, խստապահանջ ուսուցիչ և ինչու՞ չէ լավ ընկեր։ Բեմում Վագիվ Գրիգորյանի սաներն էին, որոնց թվում էր որդին Արսեն Գրիգորյանը, ով այժմ նվագում է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբում, որ հիշատակը նա այդ կերպ է հարգում։ Արսենի վիրտուոզ նվագը բարձր գնահատանքի արժանացավ։ Այսօր այսպեսի մի նվեր մեզ պարգևեց իր տղան, իր որդին Արսեն Գրիգորյանը, որ ես պարզապես ապշած եմ, որովհետև այսքան տարի ես այստեղ ապրում եմ եւ առաջին անգամն է, որ դահլիճ այսպեսի ցնցություն է ապրում։ Ես պարզապես երջանիկ եմ, որ վկա եմ եղել այդ շատ բարձր մակարդակի, միջազգային մակարդակի համերգին։ Сын его превзошел его. Տղան հորից անցել է, այսօր նա ցույց տվեց, թե ինչպես կարելի է հարգել երաժիշտ հոր հիշատակը, նա մեծ բարձունքների է հասել ու փայլուն հանդես եկավ։ Հոյակապ երաժիշտ է, հիասքանչ նվագ է, շատ լավ տերապետում է գործիքին, տեխնիկային եւ այսօր այս ձևի ծափահարություններ դահլիճը երևի շատ շուտ բանի չի տեսել։ Անահիտ Գրիգորյանը ընդամենը մի քանի ամիս առաջ է կորցրել ամուսնուն, ուստի դժվարությամբ խոսեց, զգացմունքները խանգարում էին։ Трудно говорить о нем в прошедшем времени. Շատ դժվար է անցյալ ժամանակով խոսելը, հիանալի ամուսին էր, հոգատար հայր, ուղղամիտ արդարախոս էր, կեղծավորներին չէր սիրում ու իր երեխաներին էլ այդ ոգով է դաստիարակել։ Երեխա էինք, վազվզում էինք, հետո գալիս է գործիքը վերցնում է, որ նվագում է։ Մի երկու տակ անցնում էր, ինք ասում է գործիքդ փակի։ Ես ինձ զարմանում եմ, ասում եմ՝ «Խի», ասում եմ, որովհետև ասում եմ դու երաժշտության մեջ ես։ Հիմա կփակես, միջև կընկնես երաժշտության մեջ, հետո կգաս կնվագես։ Ինձ այդպես դաստիարակել է։ Վագիվ Գրիգորյանի 4 զավակներից 2-ը երաժշտության ուղին են ընտրել, այդպիսով կատարելով հոր պատգամը, իսկ կհավաներ այսօրվա համերգը հարցին Արսենը անկեղծ է պատասխանում։ Ինձ թվում է, հա, բայց հաստատ կգտներ ինչ ասեր, որը կօգներ հաջորդ ելույթներին ավելի կատարյալ նվագելու։ Մարինա Մկրտչյան, Հովիկ Առաքելյան, օր։ Այսօրվա լրահոսն էլ այսպիսին էր, հաճելի հանգստյան օրեր, բարի եւ խաղաղ գիշեր։